լուսեմ, արևն ամռան ուզում է վաղ, վիշապաձայն բուքը լսեմ, մթում կորած խրճիթների, աննգալ պատերս եմ, ու մնանյալ քաղաքների հազարամյա տան եմ սիրում։ Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է, մարտի 13-ը։ Շատ մարդ էր հավաքվել Չարենցի արձանի մոտ։ Գալիս էին ու գալիս տարբեր դպրոցներից, գրողներ, դերասաններ, գալիս էին այն մարդիկ, ովքեր շատ են սիրում Չարենցին։ Բացման խոսքով ելույթ ունեցավ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն ընկեր Լիլիթը։ Իր խոսքով հանդես եկավ մեծ դերասան Ազատ Գասպարյանը։ Այս են առաքյալ բանաստեղծները, այս են ասում, պատվիրում մեզ և այսօր շնորհիվ Բլոյանի դասարանի, Չարենցի անվան դպրոցի մեծուհիներով, իրենց նավապետներով Եկել էին Չարենցի անվան դպրոցից, նաև եկել էին 40 դպրոցից։ Երեխաները արտասանեցին Չարենցի հայտնի բանաստեղծություններից։ Բարև ձեզ։ Կներկայանաք խնդրում եմ։ Գայի անվան թիվ 129 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Շնորհակալություն։ Մենք այսօր եկել ենք Եղիշե Չարենցի ծննդյան առթիվ։ Ձեր կարծիքով ինչպիսի մարդ է նա։ Եղիշե Չարենցը շատ խորիմաստ, խիզախ և պայքարող մարդ էր հանուն արդարության, հանուն իր ժողովրդի լուսապայծառ ապագայի։ Շնորհակալություն։ Նյութը պատրաստեցին Ռոբերտ Կարապետյանը և Անդրեաս Թումանյանը, հատուկ թողարկում MSK-ի համար։